Մազածը կայուն համայնքներ ծրագրի հանիմանի նախաձեռնությունը մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորություն է ստեղծում Ղարաբաղից տեղահանված այն ընտանիքների համար, որոնք բնակվում են Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Ծրագրին կարող են մասնակցել 18-ից 65 տարեկան այն անձինք, ովքեր Լեռնային Ղարաբաղում զբաղվել են մեղվաբուծությամբ կամ ներկայումս ցանկանում են զբաղվել այս ոլորտով։ Կարող են ընտանիքից մասնակցել միայն մեկ անձ։ Ծրագրին դիմելու կարևոր նախապայմաններից է նաև համապատասխան տարածքի առկայությունը մեղվաբուծական տնտեսություն վարելու համար։ Դիմողները պարտավորվում են մեղվաբուծական սեզոնին իրենց տրամադրված յուրաքանչյուր փեթակում տեղադրել մեղվաընտանիքներ առնվազն 5 շրջանակ մեղվով պատված, ինչպես նաև կատարել մազածի սահմանած պարտադիր պայմանները մեղվանոցային տնտեսությունը վարելու և բարելավելու նպատակով։ Բազմաթիվ նամակներ ենք ստանում, խնդմարդիկ նոր են իմացել, խնդրում են երկարացնել ժամկետը, որպեսզի կարողանան օնլայն առցանց հայտերը ուղարկել։ Փետրվարի 8-ը վերջնաժամկետն է։ Ծրագիրը կմեկնարկի մեղվաբուծության հիմունքներ թեմայով եռօրյա վերապատրաստմամբ, որին լիարժեք մասնակցած, քննություն հանձնած և հավաստագիր ստացած մասնակիցներին կարիքների ու կարողությունների գնահատման հիման վրա կտրամադրվի նյութական աջակցություն մեղվաբուծական գործունեություն սկսելու կամ զարգացնելու նպատակով։ Մազածի կողմից նախատեսվում է արդյունքում տրամադրել մինչև 5 ՊՊՈ դադան տեսակի փեթակներ, նախատեսվում է տրամադրել մեղվաբուծական պարագաներ, փուքս, քերիչ, արտահագուստ, ինչպես նաև մեղվաբուծական սեզոնին ընդառաջ կլինեն շահառուներ, որոնք կստանան մեղվաընտանիք։ Առցանց դիմումը պետք է ներկայացնել կայուն համայնքներ ծրագրի պաշտոնական կայքէջում։ Ծրագրի թիմը շեշտում է պահանջվող փաստաթղթերի ամբողջական կցման կարևորությունը, նշելով, որ թերի հայտերը չեն դիտարկվի։ Հանիմանի ծրագիրը ֆինանսավորում է Ֆրանսիայի կառավարությունը ապակենտրոնացված համագործակցության շրջանակում։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։